Ինձ Կարեք մնայք դրսում։ ուղիղ զգուշացրել են, որ գալուց ինձ բռնելու են։ Վերջերս իմ այն ժամանակվա գրասենյակի ղեկավարը նաև իր հարցազրույցում դա պատմեց։ Մեկ զգուշացում ստեղ է եղել մի պաշտոնյայի կողմից, ինքը նույնիսկ անուն հատվել, թե ոնց է եղել։ Եվ մեկ ուրիշ հայտնի գործարար, հայ գործարար, եւս ինձ զգուշացրել է 18 թվականի հունիսին ես Մոսկվայում էի AFK սիստեմայի խորհրդի նիստպիտելներ եւ ընդ վերընտրվեցի եւս մեկ անգամ որպես անկախ տնօրեն։ Այնտեղ ուղղակի եւս ասեց եղել է Հայաստանում, հանդիպել է այն ժամանակ արդեն վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շատ ուղիղ ասել է, որ ինքը ասել է, որ անպայման ինձ զերբակալելու են, կալանավորելու են։ Այդ լսացրելա ձեզ, որ չգաք։ Այդ եմ ուզում հասկանալ։ Ասել, Այն դեպս զգուշացվել։ Մոսկվայից այն ժամանակ պլանավորված էր, ես թռել եմ Հունաստան, բայց այդ փախնել չգալը դա իմ մասին չի։ Ամենից ռացիոնալ որոշումը իհարկե այն ժամանակ կլներ չգալը։ Ոնց որ հիմա շատերը Ինչպես շատերը չկան։ Ուղղակի բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ, եկել եմ մեկ պատճառով։ Այն կերպարը, որի մեջ եղել եմ, որը կամ sense դերասանություն երբեք չեմ արել, այդ կերպարը ինձ թույլ չտվել ուղղակի մտածել, որ կարող է ես չգամ եւ կարող է անկալումը նաեւ այնպեսին լինի, որ թողեց, փախավ, վախեց։ Սա նշանակում է այն, ինչ փորձում էին կախել ին վրա, ճիշտ է։ Նիկա մտա պայքարի մեջ։ Սա մարդկային տեսանկյունից լավ որակ է, թե վատ որակ է։ Ես այն մարդը չեմ ավելի ճիշտ, որը կարող է դավաճանել իր կողմից որդեգրած արժեքային համակարգին։ Ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան եւ չէր կարող չգալ ու պայքարել։